Թանկագին բարեկամ, սիրելի մեզ դիտողներ, շնորհավորում եմ նոր տարին եւ Սուրբ Ծնունդը։ Ցանկանում եմ, որ այս տարի ձեզ համար լինի յուրահատուկ տարի, որ ել ավելի մտերմանաք, մոտենաք Տեր Հիսուսին։ Սրտանց շնորհավորում եմ ձեզ, սիրելի բարեկամներ, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան կապակցությամբ։ Քրիստոս ծնվեց եւ հայտնվեց մեր մեջ։ Մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Մաղթում ենք ձեզ, որ լինեք առողջ այս տարում։ Այլ ավելիով մոտենաք Աստծո Սուրբ Հոգուն։ Խնդրում ենք ձեզ, որ Աստծո լուրը տարածողներ լինեք, որ այն լուրը, որ ձեզ հասավ, դուք էլ մարդկանց ավետեք բարի լուրը, որ Քրիստոս կենդանի է եւ բնակվում է մեր մեջ։ Սիրելի բարեկամներ, Աստծուց շնորհակալ ենք, որ մեկ տարի եղանք միասին, տեսանք նրա փառքը, տեսանք նրա բազմաթիվ բժշկությունները եւ այսօր այս տաղավարում ունենք նաեւ նորից բժշկված, ով տեսել է Աստծո մեծ հրաշքը իր կյանքում, ով տեսել է իր կյանքում անհնարինը, որ Աստված իր կյանքում դարձրեց հնարավոր։ Սիրելի մեզ դիտող բարեկամ, մինչ կներկայացնենք մեր այսօրվա հյուրին, ուզում եմ Աստվածաշունչ Մատյանից կարդալ ձեզ համար մեկ հատված եւ թող այս տարեսկիզբը լինի ձեզ համար բեղումնավոր, բեկումնային։ Աստվածաշունչ Մատյանից կարդում եմ Մատթեոս ավետարանի 7-րդ գլխի 7-րդ խոսքից։ Խնդրեցեք եւ կտրվի ձեզ, որոնեցեք եւ կգտնեք, դուռը թակեցեք եւ կբացվի ձեզ, որովհետեւ ամեն խնդրողն առնում է եւ որոնողը գտնում է եւ դուռը թակողին կբացվի։ Սիրելի բարեկամներ, Աստված ամեն ժամանակ սպասում է ձեզ, այնպես ինչպես մենք էինք կանչում Աստծուն մեր կյանքերի մեջ եւ նա եկավ, որովհետեւ չի լինում այնպես, Աստված այնպես չի գալիս մեր կյանքերի մեջ, մենք պետք է կանչենք, խնդրենք նրան, որովհետեւ Աստված սիրում է մեզ, Աստծո զավակ, աղոթող եղիր, կանչիր նրան քո կյանքի մեջ եւ կտեսնես նրա բազուկը քո կյանքում, որովհետեւ Աստված ամեն ժամանակ սպասում է մեր կանչին, մեր խնդրվածքներին։ Թող Աստծո Սուրբ Հոգին այս 2015 թվականին մտնի ձեր սրտի բնակարանները եւ հավիտյան բնակվի ձեր մեջ։ Սիրելի Աստծո մարդ, եղիր օրհնված Տեր Հիսուսի անունով։ Սիրելիներ, մնացեք մեզ հետ, մենք կմիանանք մի քանի կարճ վայրկյանից։ Սիրելի բարեկամներ, սիրով ձեզ ենք ներկայացնում Աստծո տուն եկեղեցու հովվի օգնական Անահիտ Թութունջյանին։ Հավատում ենք, որ նրա վկայությունը շատերից կյանքում գործ կանի։ Հավատում ենք նաև, որ ձեր հավատքը կբարձրանա։ Գիտենք, սիրելի մեզ դիտող բարեկամներ, որ շատերից կյանքում այս հիվանդությունը դեռ գործում է։ Թողեք նրան այս օրվանից եւ այս վայրկյաններից, երբ կլսեք նրա վկայությունը, հավատքով զինվեք։ Այժմ սիրելի Անահիտ, խնդրում ենք պատմեք ձեր հիվանդության պատմությունը, ինչպես հասկացաք, որ ձեր մոտ կա այդ հիվանդությունը, որպեսզի մեր դիտողներին լինի ավելի հասկանալի։ Ես շնչառության հետ խնդիրներ ունեի, այցելեցի պոլիկլինիկա, դիմեցի բժիշկներին, ֆլորոգրաֆիա արեցին եւ ստուգման ժամանակ պարզվեց, որ ես ունեմ ուռուցքներ 5-ից 50 մմ ավշային հանգույցներում եւ հետագա ընթացքի համար հարկավոր էր կատե անեին, որպեսզի պարզեին այդ ճյուղավորումը որտեղ է հասնում։ Բայց ես վստահեցի Տիրոջը։ Ես հասկանում եի, որ ոչ մի բան ինձ չի կարող տանել բուժման, այսինքն հենց իրանք մի անգամից բացատրեցին, որ դրան արդեն բուժում չկա, քանի որ ինքը ճյուղավորված է, միայն հրաշքը կարող է փրկել։ Բժիշկները իրենց գործը արել էին։ Այո։ Ես հասկացա, որ միայն դա Տիրոջ ձեռքն է, որ կարող է բժշկի մարդուն, եւ իմ բժշկությունը մի անգամից չեղավ։
Ահա։ Մի քիչ երկար գնաց այդ process-ը, այդ բժշկության process-ը։ Հետաքրքիրն այն էր, որ շատ անգամներ ես ինքս ծառայելով տիրոջ տան մեջ հասկացել եմ, որ այ հիմա լինում է, այ կարող է լինի, բայց իմ բժշկությունը կախված էր հենց ինձանից։ Որ ուզում եմ շատ պարզ ասեմ, որ շատ անգամ մարդիկ չեն բժշկում, ոչ թե որ չեն հավատում, այլ որ չեն ուզում բժշկվեն, տարբեր բաներ ա գալիս։ Իմ ներսում կար սենց մի հատ հենց հարց, որ նորմալ է, դե ինչ որ կա, կարող է պատահի հենց Տերն է արդեն թույլ տվե իմ ժամանակները սպառել է։ Այս դա հիշում եմ, որ դուք կիսվեցիք, ես դա հիշում եմ։ Այսինքն դուք հաշտվել եք Այո, արդեն։ ես հաշտվել էի հիվանդության հետ եւ ամենահետաքրքիրն էր, որ զգում էի տիրոջ ձեռքը այդ հիվանդ ժամանակ, ինչն էր տիրոջ ձեռքը, որ Տերը ինձ պահում էր։ Ես ոչ մի ցավազրկողի կարիք չունեի, ոչ մի խնդիր չունեի։ Ու ամեն անգամ իմ շրջապատում հովից սկսած բոլոր առաջնորդները իմ փոխարեն պայքարում էին եւ շատ կարեւոր էր։ Ես հիշում եմ այդ օրերը, որ շատ էին պայքարում։ Անգամ եղել է պահեր, որ հովը ասել է՝ այ հիմա վերցրա, բայց ես չեմ զգացել, որ իմ մոտ բարձրանում է այդ հավատքը, որ ես պիտի այ հիմա բժշկվեմ։ Ահա։ Եղավ մի օր, այ հենց այդ օրվա համար եմ ուզում ասեմ, երբ որ ես առանձնացած էի ինձ համար, զգացի, որ Տիրոջ հոգին ինձ հետ խոսում է։ Այնքան հետաքրքիր էր այդ խոսելու պահը, երբ որ ինձ բացատրում էր իմ կարևորությունը երկրի վրա։ Բացատրում էր, որ հենց այնպեսի մարդ չեմ, ու ամեն մեկը ինչքան թանկ են իր համար։ Ամեն։ Բարձրացավ հենց ինքնարժեքը իմ համար, իմ արժեքը իմ համար բարձրացավ։ Ես սկսեցի նայել ինձ Տիրոջ աչքերով։ Եվ հետաքրքիր էր հավատք բարձրացավ, ես անգամ չգիտեմ, թե ոնց բժշկվեցի, բայց հենց այդ հավատքը բավարար էր, որ ես ասեի, որ ես բժշկված եմ։ Ամեն։ Ու դրանից հետո եղավ, որ ես հիվանդացա թոքաբորբով եւ դիմեցի բժիշկներին։ Դիմեցի նորից ստուգումներ արեցին ու զարմացան։ Ի զարմանս իրանց տված բոլոր հետազոտությունների պատասխանը մաքուր էր։ Ուղղակի նախկինի հետ համեմատ, որ իրանք իրանց բերանով վկայում էին, որ չի կարող այդպեսի բան լինի, կար, հիմա չկա։ Հենց Աստծո հրաշքը դա է։ Ամեն։ Հենց Աստծո հրաշքը դա է, ամենահետաքրքիրն այն էր, որ ես ինչն եմ ուզում այսօրվա դիտողներին մաղթեմ, որ իրանց ներսում նախ եւ առաջ բարձրանա, որ ոչ մի հիվանդություն Տիրոջից չի։ Այո, Ամեն։ այո, ամեն։ Եվ նաեւ նա, որ ամեն բան իրանց ձեռքերում է, որ թույլ տան, որ Աստված կարողանա իրանց բժշկի։ Ինչքան իրանց կողքում պայքարող եւ ցկտող մարդիկ լինեն, չեն կարող հասցնել մի տեղ, եթե իրանք չցանկանան, որ դա լինի։ Ու շատ կարեւոր է հավատալ ոչ թե մարդկանց, այլ հավատալ, որ այ ինքը կարող է, ամենակարող Աստված կարող է։ Եվ ես պիտի ուզեմ, որ այ ամենակարող Աստված կարողանա ինձ բժշկել։ Այո, ուզել եւ թույլ տալ։ Այո, Աստված մարդկանց կյանքերի մեջ բռնի ուժով չի գալիս։ ամեն։ Դա պետք է յուրաքանչյուրս գիտակցենք եւ հասկանանք։ Այդ շատ հետաքրքիր եք պատմում, այ կուզեի իմանալ նաեւ մեր հերոստատիտողներին կհետաքրքրի, թե ինչ զգացիք աղոթքի ժամանակ, այ որևէ հպում, ինչ որ ձևով Աստծո ներկայությունը զգացել եք։ Բժշկության պահը։ Այո, Ես բժշկության ասեմ, չեմ պահին։ զգացել, երբ եմ բժշկվել, բայց ես ասեմ, ամենաառաջի բանը, որ ես հասկացա, որ բժշկությունից առաջ այդ բժշկությունից առաջ Տերը բժշկեց իմ միտքը, Ահա։ որովհետև ես արդեն ներսում իմ մտքում բաներ կար, որ սահմանափակված էր, վերջացած էր, վերջակետներ էր դրված։ Երբ որ Տերը սկսեց իմ հետ խոսել, նախ բժշկեց իմ միտքը։ Հետո նոր երբ եղավ բժշկությունը կոնկրետ ես չգիտեմ։ Ես ուղղակի դրանից հետո մի որոշ ժամանակ հետո զգացի, քանի որ ինքը արտահայտվում է շնչահեղձությամբ, ես զգացի, որ այս շնչահեղձություն չունեմ։ Անգամ ես կարողանում եմ, ես նախկինում չէի կարողանում ոչ նստած, ոչ կանգնած, ոչ մի նշանակություն չուներ, քայլում էի, թե նստում էի, թե կանգնում էի։ Ես էլ չեմ ուզում ասեմ, եթե երկար խոսում էի, ես չէի կարողանում։ Ես հետո հասկացա, որ այդ երևույթները էլի մոտ չկան։ Ես կարողանում եմ ազատ խոսել
առավել եւս շարժումների մեջ ոչ մի շնչայակություն չի զգում։ Փառք Աստծուն։ Սա եղավ նշանը, իսկ երբ եղավ կոնկրետ բժշկությունը, չգիտեմ ես։ Այսինքն ձեր մտածելակերպում բաներ փոխվեցին, Անպայման։ որ Աստված դա կարող է։ Ես գիտեի, որ Աստված կարող էր։ Ես էլի բժշկություններ են եղել, որ ասենք, ես տեսել եմ ոտքիս վրայի ուռուցքը ինչպես է Տերը վերացրել, շատ բաներից եմ բժշկվել, բայց կոնկրետ այս հիվանդության պահը ես ուղղակի չգիտեմ։ Տարօրինակ բաներից մեկը, որ նաև ուզում եմ կիսվեմ, որ զգացել եմ դա, իմ ծնողի մայրիկիս մահը եղավ տենց շատ ակնթարթային, նորից ուռուցքային հիվանդություն էր ու երբ որ ես իմացա իմ համար, ինձ համար մի հատ սենց բան կար, որ դա գենետիկ խնդիր է եւ նենց չի, որ Տերը կպահի, ասենք, ես չեմ հասնի այն մակարդակին, որ թմրադեղեր օգտագործեմ, ցավազրկողներ օգտագործեմ, այլ Տիրոջ բազուկին ներքո ամեն բան հաշտությամբ կթողեմ այս երկիրը, բայց ամեն բան փոխեց այն ժամանակ իմ համար նախ եւ առաջ կյանքը միապաղաղ էր դարձել։ Այո։ Ապրում էի իմ միջայլոց։ Այս բառը չեմ սիրում, բայց ապրում էի հենց տենց։ Գիտեք, ես հիշում եմ այդ օրերը։ Ես հիշում եմ, բոլորս ենք այո, հիշում։ հիշում եմ, որ ինչպես, այո, մենք բոլորս պայքարում էինք, աղոթում էինք ձեր համար, մեր հովիվը, հիշում եմ նաև ձեր խոսելակերպը, որ մի կերպ էիք խոսում, բայց փառք Աստծուն, շնորհակալ ենք մեր բարի Աստծուց, որ այսօր դուք մեզ հետ եք, շնորհակալ ենք Տիրոջից, շարունակեք սիրելի Անահիտ, ինչ որ բան էիք ասում։ Ես ուզում եմ ասեմ, որ ամեն հրաշք մարդու ձեռքում է, որ պետքա Տերը անի։ Շատ անգամներ եմ տեսել, որ Տերը ինչպես է անում ամեն բան, բայց ամենից առաջ ուզում եմ ասեմ, որ մարդը պիտի ուղղակի վստահի իրան։ Նախ պիտի վերականգնվի այն հարաբերությունը, ես հենց այնպես չեմ ասում, ես լինելով Տիրոջ տան մեծ ծառայող հասկացա, որ կար մի ժամանակ, որ ես ուղղակի արդեն սկսել էի Տիրոջ հետ հարաբերություններս ոչ այն մակարդակում էր, որ կուզեր Տերը լիներ։ Այո։ Եվ երբ որ Տերը վերականգնեց իմ հարաբերությունները, դա բարձրացավ, նորից եմ ասում, ինքնարժեքից։ Երբ որ ես ինձ սկսեցի նորից բարձրացնել գնահատել, այո։ Նոր սկսվեց ամեն բան։ Փառք Աստծուն, Այսքանը այո, շատ կարևոր է, որ Այո։ մարդիկ վստահեն Աստծուն ու թույլ տան, որ Աստված գործանի, որ նա երբեք չի բռնանում։ Կարևորը որ կասկած չլինի եւ վստահես Աստծուն։ Ամեն, այո, այո։ Ինչ-որ բան ունեք ավելացնել Անահիտին։ Ուղղակի կարող եմ ցանկանալ այս նոր 2015 թվականին, որ մարդիկ սպասում են ինչ որ կենթանակերպի, ինչ որ բաների ներքո, որ սպասում են ինչ որ բան, այո, հրաշքների, ես ուզում եմ ասեմ, որ Աստված ամեն րոպե սպասում է ամեն մարդու անկեղծ մոտեցումը։ Ես հիշում եմ այդ օրը շատ լավ, ինչպես իմ առաջի այն օրը, որ ճանաչեցի Տիրոջը, անկեղծ հարաբերություն։ Այո։ Անկեղծ հարաբերություն։ Այդ օրը ես խոսում էի իմ ծնողի հետ, իմ երկնային ծնողի հետ, եւ ես ասեմ, դա միֆ չի, դա իրականություն է։ Ես ինքս լինելով ռեալ մարդ, երբեք չէի հավատա, եթե ինչ-որ մեկը ինձ ասեր այսպեսի բաներ կան, եթե ինքս չճաշակեի եւ չտեսնեի, որ Տերը իրական է։ Այո։ Միակ բանը, որ չեմ զգացել, չեմ շոշափել, բայց իրականում շատ անգամներ Տիրոջ բազուկը, Տիրոջ ներկայությունը զգացել եմ իմ կյանքում։ Ամեն։ Նրա օրհնությունները։ Այո, դա շատ իրական եւ Գիտենք, որ կենթանի է։ բավական տարիներ հա քայլում եք Աստծո Այո, հետ։ 14-15-րդ տարվա Աստված օրհնի։ շեմինա, ձեզ էլ օրհնի Աստված, ձեր ծառայությունը։ Աստված միշտ ասում է, ես կանգնած եմ ձեր սրտի դռան ետևում եւ թակում եմ դուռը։ Այո։ Բացողը մենք ենք, թույլտվողը մենք ենք։ Այո, ամեն։ Մենք ուրախ ենք ձեզ համար։ Մենք շնորհակալ ենք, որ չմերժեցիք մեր հրավերը, շնորհակալ ենք, որ հյուրընկալվել եք մեր այս տաղավարում։ Հրաշքները շարունակվում են, հաղորդաշարը սիրով հյուրընկալել է ձեզ եւ նաեւ ուզում ենք ձեր վերջնական բարեմաղթանքը մեր հեռուստադիտողներին
ինչ քաջալերանք ունենք նրանց։ Հավատալ, որ Տերը ամեն բան կարող է անել, հավատալ։ Չկա այնպեսի մի հիվանդություն, որ Տերը չի կարող բժշկել։ Այո, ամեն։ Հավատալ, սա կարող եմ բարեմաղթել եւ ուզում եմ ասել բնակվել Տիրոջ տան մեջ։ Ամեն, այո, շատ Այս կարևոր է, շատ կարևոր է։ Դե ինչ Աստված օրհնի ձեզ, Շնորհակալ շնորհակալ եմ։ ենք Ձեր շատ, հաղորդաշարը։ շնորհակալ ենք։ Ընտրեմ։ Սիրելի մեզ դիտող բարեկամներ, հավատում ենք, որ այս վկայությունը օգնեց ձեզ մոտենալ Աստծուն։ Շնորհակալ ենք, որ եղաք մեր հետ, կհանդիպենք։ Մի կասկածեք, վստահեք Աստծուն։ Եղեք օրհնված։